նայում ենք, Մայքլ ջան օգնում են կարծես շատ ուրախ ենք։ Ես մի հատ որ ասում Ռախաստանի բանումիչից մի հատ աղբյուր տեսնել էլի, ասենք, որտեղ արդեն մտածում ենք վերջ, ու մեկ էլ հանկարծ սենց սկիզբ։ Մենք ասում ենք վերջ, ասում չէ, սկիզբ եմ դնում։ Մենք վերջակետ մի կստորակետ է դնում, ու ասում ենք, բայց սա է ճիշտ։ Փառք Հիսուսին, այո, դասնվության համար, որ իրականում մարդիկ փնտրում են կատարելություն, ասում չէ, ուղիղ եղեք իմ հետ։ Ես միշտ ասում եմ, բաժակը, եթե աղբյուրի հետ ուղիղ չեղավ, չի լսվում։ Եթե թեքեցի մի քիչ սենց, չի լսվում, ուղիղ եղնի, իրականում ընդունում եմ եկի ասուց խոսք, որ այդ կատարելությունը չի իշքան մեր ազնիվ ուղիղ լինելն է։ Իրար հետ, որովհետև սրա մեջ շատ կարևոր բան կա։ Տեր օրհնի ժողովուրդ ջան, այսօր ուզում եմ միասին մի բան նայենք Աստծո խոսքից, մեր Աստծո խոսքը միշտ զորավոր է, ամեն, միշտ հզոր Աստծո խոսքը միշտ ունի նոր բան ասելու, արթնացնելու մեզի, նոր տեղ տանելու, նոր մի հատ դաշտ տանելու, որ մենք մտնենք այդտեղ։ Այս շաբաթ մտածում էի ճիշտն ասած ավելի շատ միտքը այս հիմիկվա մարտահրավերի մասին է։ Ինչ մարտահրավեր ունի այսօրվա եկեղեցին կամ ամեն մեկս որպես անհատ, ինչ մարտահրավեր ունենք, ինչ է բերում սատանան, հակառակորդը, կյանքը, չասենք, ամեն ինչ ինչ որ մենք անցնում ենք այսօր, դրա մասին էր ավելի շատ, ու ես ուզում եմ Մարկոսի 5-րդ գլխից մի հատված կարդամ, որ այս շաբաթվա ընթացքում կարդում էի ու հետաքրքիր մի բան նկատեցի, գուցե դուք նկատել եք մինչև այդ, ասենք այդ հատվածը, այս այն հատվածն է, որ Հիսուսն ասում է աշակերտներին եկեք անցնենք ծովի մյուս կողմը, չէ՞, անցնենք մյուս կողմը, ոչ մեկ չի իմանում ինչի համար ճանապարհին փոթորիկ է սկսում, երևի 12-ը մտածին ու ասին Տեր մերի սխալվեց, որովհետև հենց մտնում ենք ծով, իր ասածով մտնում ենք փոթորիկը սկսում է, ինչ է սանում Տեր։ Մտածեցին, որ գուցե սխալվեց, անցան, հարց հետի չի, եկան դիվահար հասավ իր վրա, հիշում եք 2000 դեպք է, մեջ են մինիմում ասում են, այսինքն մի ամբողջ գործարան էր դիվային, 2000 ոգի դեպ մի հոգու մեջ, էսի սարսափելի մի բան է, պատկերացրեք այդ մարդու վիճակ չկար, և եկան ծովի մյուս կողմը գադարացների երկիրը, և երբ որ նավից դուրս եկավ, նրան իսկույն պատահեց գերեզմաններից մի դիվահար, պիրծ ոգով լցված մարդ, գիտեք պատմությունը, չեմ ուզում ամբողջը կարդամ, 7-րդ խոսքերն եմ ուզում կարդամ, և դևերը նրա ներսից մեծ ձայնով աղաղակելով ասեց, որտեղ մեկն էր խոսում դևերից, քեզ ինչ գործ կա ինձ հետ, Հիսուս բարձրյալ Աստծո որդի, Աստծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ, որովհետև ասում էր նրան, էսի փագագծի մեջ է գրած, որովհետև ասում էր նրան, դուրս եկ նրանից։ Գիտեք ինչն աստեղ հետաքրքիր, որ ես շաբաթվա մեջ նկատեցի, ուժեղ աղմուկ, ուժեղ աղաղակ, ժխոր, մի հատ սարսափելի ձայն, ով է հանում այդ ձայնը, դևը, սատանան, չէ, աղմուկ, այսօր մեր կյանքը լցված է աղմուկով։ Հիսուսը կամաց ձայնով խոսում էր։ Նույնիսկ հեղինակը փագագծի մեջ է դրել, որ Հիսուսն էլ էր այդտեղ խոսում։ Բայց 12-ը շրջապատի մարդիկ, հիմնական, բոլորը մենակ լսում էին սատանայի աղաղակը, բոլորը կենտրոնացած էին դիվային այդ բարձր ձենի վրա, որ այս ինչ մեծ ձեն է, այս ինչ աղաղակը, այսօրվա մեր վիճակն է։ Այսօր Հայաստանը աշխարհը լցված է մեծ աղաղակներով, գոռոցներով, ստեղ միջուկային զենքի հարցեր, ստեղ մի հատ ուրիշ, Հայաստանը դա աղմուկ աղաղակ ունի, քաղաքական դաշտում, ու մենք այս աղմուկ աղաղակի մեջ ինչ ենք լսում, մենք այս ուժեղ աղմուկ աղաղակի մեջ լսում ենք սատանայի ձայնը, գոռոցները, այս ինչ քաղաքական գործիքները, սենց ասեց, ստեղ կռիվ է սկսել, ստեղ էս է եղել, ստեղ են է եղել, գիտեք, այդ ամբողջ ընթացքում ասում է, որ Հիսուսը խոսում էր, բայց լսող չկար, որտեղ աղմուկը շատ էր, Հիսուսը կամաց խոսում էր։ Այսօր մենք որպես եկեղեցական մարդիկ նույն աղմուկ աղաղակը լսում ենք։
Մենք լսում ենք աղմուկ աղաղակը ու մենք ցավոք սրտի եկեղեցին լինելով շարունակում ենք կենտրոնացած լինել այս աղմուկ աղաղակի վրա։ Այս ինչ ասեց, կառավարությունը սենց ասում, այս մեկը սենց ասում, Պարսկաստանն էս ասում, այս մեկն էս ասում, այս ամբողջ ընթացքում մի հատ մեղմ կամած ձայն կա միշտ խոսումը։ Լսելու համար շատ մոտ պիտի լինես։ Լսեցին մենակ նրանք, ովքեր իսկապես շատ մոտ էին։ Եթե մենք այսօր քայլ չանենք, մեր ամբողջ զգուշությունը մի բանի մեջ պիտի լինի։ Ինչքան եմ ես այսօր մոտ Հիսուս Քրիստոսին, ինչքան եմ այսօր ես մոտ Սուրբ Հոգուն, որովհետև ամբողջ դիվային այդ աղմուկը լցրել է, պատկերացրեք 7000 մարդ հիմա գոռային կլինի։ 7000 դեմ են գոռում, 2000-7000 դեմ գոռում, աղաղակում են, ամբողջ այդ տարածքը լցված է, չգիտեմ, մի հատ աղմուկ աղաղակով, այսօր ամբողջ մթնոլորտը լցված է դիվային աղմուկ աղաղակով։ Ու ոչ մեկ Հիսուսի ձայնը չի լսում։ Ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մեկը կա խոսում է այս րոպեին, որ Հիսուսը խոսում է այս րոպեին։ Ես հիմա խոսում եմ, մի հատ երեխան մի հատ ձենը հանում, չէ՞ մեր ուշադրությունը տանում է։ Իմ ձենն ավելի բարձր է, քան իրա բերած ինչ-որ մի հատ քայլերը, բայց մենք կենտրոնանում ենք այն կողմում, առավել ևս, եթե պատկերացրեք այդ ձեր մի հատ մեծ աղմուկ աղաղակ է բարձրանում, ու Հիսուսը չի գոռում, որ իր ձայնը բարձրացնի, Հիսուսը երբեք դες բան չի անում, Հիսուսը շարունակում է մեղմ հանգիստ ասել դուրս արի դերից, բայց մենք չենք լսում Հիսուսի ձայնը, այսօր ամբողջ եկեղեցին մի խնդիր ունի։ Եկեղեցու խնդիրն այսօր գիտեք ինչն է, եկեղեցու խնդիրն է մոտենալ Հիսուսին ավելի, մոտ գալ լսելու համար ինչ է այս րոպեին ասում Տերը, որտեղ Տերը 10-ին էր խփում, Տերը կոնկրետ անունն իմացավ լեգիոն ու լեգիոնին ասում էր դուրս արի, Տերը գիտի ինչ է ասում, այս րոպեին ամենակարևոր բանը, որ մենք պիտի անենք, թողնենք աղմուկը, մենք սիրում ենք այս աղմուկը։ Մենք սիրում ենք ամեն մեկս մեր ճաշակի քաղաքական բաներն ունենք ու մենք սիրում ենք էսի ու մենք մեր միտքը լցրել ենք ժխորով, մեր սիրտը, մեր միտքը, մեր մտածելակերպը լցված է ժխորով, մենք չենք կարող լսենք Տերն ինչ է ասում, ինչա պետք թողնել այս լրիվ մոտենալ Սուրբ Հոգուն, մոտենալ Հիսուսին։ Սաղմոս 73-ն ասում է, Սաղմոս 73-ն ասում է, որ ժխորի պատճառով ասում է, ես չէի կարողանում հասկանալ ինչ է տեղի ունենում։ Տեր ամբարիշն ավելի լավ է ապրում, քան ես, որ քեզ պաշտում եմ ասում է, Տեր ինչի համար ասենց, չեմ կարող էսի հասկանամ, մինչև ասում եմ մտա Տիրոջ սրբարանը, ես այնտեղ հասկացա սրան ինչի համար Աստված դեր ու սկսեցի փառաբանել ու ասել ինչ մեծ ես դու Տեր։ Գիտեք, երբ որ մենք մոտենում ենք ասում, երբ մտնում ենք նրա սրբարանը, մեզ կառավարողը ոչ թե աղմուկն է լինում, որ այսօր կառավարում է շատերիս, մեզ կառավարողը սկսում է լինել ոչ թե աղմուկը, աղաղակը, քաղաքականությունը եւ այլն, մեզ սկսում է կառավարել այդ նեղ հանգիստ ձայնը, որ սրբարանից դուրս է գալիս։ Այսօր ամենակարևոր բանը, որ եկեղեցին մենք որպես հավատացյալներ պիտի անենք, մենք պիտի ավելի մոտենանք Հիսուսին, որ լսենք Տերը ինչ է ասում, որովհետև եթե չլսենք, մեր կյանքում փոփոխություն չի լինի, որտեղ ինչ է անում Հիսուս Քրիստոսն այսօր։ Գիտեք, մի հատ համակարգ գոյություն ունի, որի մեջ եկեղեցին ապրում է, ու երբ որ նայում ենք Սուրբ Գիրքը, տեսնում ենք, որ Հիսուսը ոչ թե եկեղեցուն ուզում էր համակարգից աներ, այդ դեմ էր հանում մարդու միջից, համակարգն էր մարդու միջից հանում։ Այսօր ամենամեծ խնդիրներից մեկը գիտեք որն է, որ մենք չենք կարող լսենք Հիսուսի ձայնը, որովհետև Հիսուսը չէր խոսում մարդու հետ։ Եթե նայեք այդ պատմությունը ոչ միտեղ այդ հատվածում մինչև վերջ քանի համակարգը դուրս չի եկել, քանի դևերը դուրս չեն եկել, Հիսուսը մարդու հետ չի խոսում։ Հիսուսը խոսում էր համակարգի հետ։ Հիսուսը խոսում էր այդ դիվային աշխարհի հետ, որ այս անձնավորության ներսում էր։ Հիսուսը խոսում էր դրա հետ։ Մենք այսօր ասում ենք, Տեր ինչի համար իմ հետ չես խոսում, այս մեկի հետ չես խոսում, այն մեկի հետ չես խոսում, որովհետև Տերն ասում է, դու հիմա չես կարող, դու ստրուկ ես, դու գերի ես այն համակարգին, որ քո ներսում է։ Եթե ես քո հետ խոսամ, մի հատ ուրիշ ծանրություն էլ ես կդնեմ քո վրա։ Ինչի համար քո ներսում կա մի հատ համակարգ, որ ես նատեսի պիտի հեռացնեմ։ Ու մենք այսօր ամեն մեկը շարունակում ենք ապրել ոչ թե համակարգի մեջ, այլ համակարգը մեր ներսում կրելով։
ու մենք շատ անգամ ասում ենք, ես մեկին եթե ստեղից դուրս անենք հրաշալի է, կտրվի սրանից, կտրվի չար շրջապատից, կտրվի այս մեկից, սա չի օգնում, որովհետև ոչ թե դու իրանը տեղից հանես, այլ դա պիտի իրան ներսից հանես։ Հիսուսն այսօր չի եկել պես համակարգից դուրս հանի։ Հիսուսն եկել է այսօր համակարգը մեր ներսից դուրս հանելու։ Երբ որ Մովսեսը Աստծուն հանդիպեց, կրակի տեսքով Աստված եկավ Մովսեսը հանդիպեց, ասեց Մովսես ձեռքդ տար ներսը։ Ինչ էր անում Աստված։ Աստված պատրաստում էր մեկին, որին պիտի ուղարկեր իր գործի համար։ Ինչ էր անում Աստված։ Աստված ասեց Մովսես ձեռքդ ներսը տար, տեսնենք ինչ կա ներսումը։ Ոչ թե շրջապատդ ինչ է, հա դու կանգնած ես անապատում, շրջապատդ անապատ է, վիճակը վատ է, երկիրը գուցե քո սրտով չի, ինչ որ մի բան քո սրտով չի, բայց էդի էական չի։ Էականը հետևյալն է, ինչ կա քո ներսում, երբ որ ձեռքը տարավ ներս դուրս բերեց, ասում է Մովսեսի ձեռքը բորոտ դարձավ։ Ինչ կա ներսում մի հատ համակարգ, որ բորոտություն է։ Ինչ անում Աստված մեզ գործածելուց առաջ ուզում է ինչ որ մի համակարգ, որ մեր ներսում դրված է, ուզում է դուրս հանի մեր ներսից։ Ինչա բորոտությունը, ես մի անգամ ասել եմ, որ կային 4 բորոտներ, որ նստած էին քաղաքի ու մեկը թշնամու միջև արանքում։ Բորոտությունն է, այն գաղջ վիճակն է, որ ոչ ընդեղես, ոչ ընդեղես։ Այսօր եկեղեցին ցավոք սրտի ես ասում եմ եկեղեցի ամեն մեկս կարանք մեզի նայենք, ցավոք սրտի այսօր ամեն մեկս շատերս մեր ներսում մի հատ վիճակ ենք ընդունել, որը ոչ այս կողմը, ոչ այն կողմը, մեջտեղում նստած ենք։ Մեր մտածելակերպի մի կողմը հոգևոր է, մյուս կողմը չգիտեմ ինչ է։ Մենք ուրիշ ձև ենք սկսել ապրել։ Ինչ որ մի սառնություն մեր մեջ եկել է, Աստված ուզում է սա փոխի մեր ներսում։ Ինչ է տեղի ունեցել, կարիքը կորցրել ենք մենք։ Մենք հոգևոր կարիքը կորցրել ենք, այսօր Աստված ուզում է մեկ այդ կարիքին վերադառնանք։ Շատերիս ներսում ինչ է գաղջ վիճակ, գաղջ վիճակ նշանակում է դու կարիքդ կորցրել ես։ Աստծո նկատմամբ եղած այդ քաղց այդ կարիքը կորել է քո ներսում։ Դու Աստծո կարիք էլ չունես։ Ինչի համար Աստված թույլ տվեց փոթորիկ լինի ծովի մեջ, որովհետև այդ Հիսուսի կարիքը չունեին։ Այնքան չունեին Հիսուսի կարիքը, որ Հիսուսը քնել էր արդեն։ Մեկը չկար, մոտեներ ասել Հիսուս, իսկ հայրը ո՞նց է, դու ասում ես վերևից ես իջել։ Դու հենց սկզբից ասիր, ես հոր ծոցից եմ եկել։ Իսկ ինչպիսին է հայրը, պատմի մեզի հոր մասին։ Այս Սուրբ Հոգին, որ ասում ես, ինչ ձև է խոսա մեր հետ, ինչ է քո ներսի խաղաղությունը, ինչ է քո ներսի զորությունը, խոսա մեր հետ, չկար ամեն մեկը հանգիստ իրանց համար Հիսուսը թույլ է տալիս փոթորիկներ մեր կյանքի մեջ, որ մենք արթնացնենք իրան, որ մենք գնանք քնից անենք իրան, ասենք դեր մենք քո կարիքը նորից ունենք։ Ինչի համար, որտեղ այդ գաղջությունն եկել է մեր մեջ, երբ որ Մովսեսը տեսավ կրակով Աստծուն, Սուրբ Գիրքը գրում է իր մեջ հետաքրքրություն առաջացավ, որովհետև Մովսեսի մեջ ուժեղ անտարբերություն 40 տարվա հովիվ էր, բայց գիտեք հովություն անելով, շարունակելով հոտը արածեցնել, իր մեջ անտարբերություն էր եկել, իր մեջ սառել էր հետաքրքրությունը, Աստծո նկատմամբ, Աստծո գործի նկատմամբ։ Մենք այսօր կարանք Աստծո գործ անենք, շատ ինչ-որ բաներ անենք, բայց հետաքրքրությունը կորցրած լինենք։ Սառած լինի ինչ-որ մի բան մեր ներսում, Աստված ուղարկում է այդ կրակը, որ դա բժշկի մեր ներսում։ Ինչի համար, որ մենք այդ համակարգից, որ մեր ներսում կա, ազատագրվենք, այսօր մի հատ սարսափելի մի բան մեր ներսում եկել է, համակարգ, որ ապրում է մեր ներսում, ինքը տեղը վերցրել է Աստծո մեր ներսում։ Ինքը վերցրել է հոգևոր կրակը մեր ներսին։ Մենք ընդունել ենք դա, գիտեք, համակարգի ամենամեծ վտանգը որն է։ Համակարգի ամենամեծ վտանգն է, որ ինքը եղբայր չունի։ Համակարգը չունի եղբայր, համակարգը չունի ընկեր, համակարգ ունի գործ, աշխատանք ու սա անում է ինքը։ Մենք այսօր շատերս, ես չեմ ասում, չեմ ուզում ամեն մեկս մեր վրա վերցնենք, բայց ընդհանուր առմամբ sense մի բան է տեղի ունեցել։ Մեր ներսում եկել է մի հատ քրիստոնեություն, մի հատ հոգևորություն, որի մեջ որը չունի եղբայր, որը չունի ընկեր։ Ինչը Աստված երկրորդ բառն է որպես ասել։ Սիրիր Աստծուն, սիրիր ընկերոջը։ Առաջի բառը Աստված, երկրորդ բառը ընկեր։ Համակարգը ինչի համար է Սատանան ստեղծել, մեր ներսում դրել համակարգ, որ մենք
կտրվենք եղբայր բարից, որ մենք կտրվենք եղբայրասիրություն բարից, որ մեր ներսից սա սկսի դուրս գա։ Մի բան է եկել քո ներսում, ինքը նույն քրիստոնեությունն է, ինքը շարունակում է ծառայել, ինքը գիտի ինչա ծառայությունը, ինքը սիրում է ծառայել, ինքը անպայման ունի ծառայակիցներ, որ իր հետ միասին այդ ծառայությունը պիտի անել, բայց նրանց ոչ մեկ իր եղբայրը չի։ Ինքը չի կարող եղբայր ունենալ։ Ինքը անց չի, ինքը համակարգ է, ինքը ձև է դրված մեր ներսում։ Ու դա չի կարող եղբայր ունենալ, եղբորը սիրի, ինքը մտածում է իր գործի մասին, ինքը մտածում է իր ծրագրի մասին, ու ինքը կենտրոնացած է սրա վրա ու գրում է սրա մեջ։ Բայց Աստված ուզում է մենք սրանից հետ գանք, ամեն, երբ որ Աստված Մովսեսին կանչեց, Մովսեսին ասեց, Մովսես, դու մի բան պիտի անես, բեր քո եղբայր Ահարոնին եւ հագցրու նրան։ Նոր շորեր հագցրա իրան, շատ սիրուն շորեր հագցրա իրան։ Դե որ Մովսեսին են Մովսեսին, որ երբ որ հրասար ուրացավ ինձ, մոռացավ ինձ եւ այլն ու ոսկեհորդ կռապաշտ Մովսեսին, հա, քո եղբայր կռապաշտ Մովսեսին, ուրացող վատ համարվող Մովսեսին, դոշին բրիլյանտի քարեր դիր, գլխին ոսկի դիր, ամեն ձևով ասա, որ իմ եղբայրը ոսկի է։ Գիտեք, եթե Ահարոնին, եթե Մովսեսը չունենար սա, եթե Մովսեսը իր ներսում դրեր համակարգ, Մովսեսը չէր կարող իր եղբոր մեջ արժեք տեսնել։ Մովսեսը չէր կարող իր եղբոր մեջ տեսնել այդ ոսկին, այդ բրիլյանտը, այդ թանկարժեքությունը։ Արժեքը չէր կարող տեսնել։ Ինչ է պետք է հետ գալ, ամեն ու այսօր ցավոք սրտի մենք սա չունենք, մենք վերածվել ենք, գիտեք, շատ անգամ այգում նստում եմ, լսում եմ, մարդիկ խոսում են իրար հետ նորմալ, մեկ էլ հենց գալիս է մի հատ քաղաքականության մի հատ տեղ, էսի սենց է մտածում, էսի սենց քիչ ամնում իրար սպանել։ Քիչ ամնում իրար սպանել, չեն կարող, չկա եղբայր բառը, ամեն մեկն իր կարծիքը, իր հասկացածը, բայց Հիսուսը սենց չէր։ Հիսուսը սենց չէր, Հիսուսն ասում էր եղբորդ համար դու պիտի պատրաստ լինես, ամեն, ինչ եք մենք անում, Մովսեսը հագցնում էր իր Ահարոն եղբորը ու ասում էր իմ եղբայրը բրիլյանտ է, իմ եղբայրը ոսկի է, ինչքան է իմ ներսում սա ասում եղբոր մասին։ Համակարգը եղբայր չունի, համակարգը չի կարող եղբայր ունենալ, համակարգը չի կարող սիրտ ունենալ, ինքը չի կարող սեր ունենալ։ Ու այս համակարգն այսօր եկել է ու ապրում է մեր մեջ, ու Աստված ուզում է մենք սրանից ազատագրվենք։ Աստված ուզում է մենք սրանից դուրս գանք, սրանից ազատագրվենք։ Ինչն է ազատագրում մոտենալը Քրիստոսին։ Այսօր ամեն բան թողած մենք պիտի մի բան մտածենք։ Ես մոտենում եմ Քրիստոսին նորից թե չէ։ Անհնարին է մտնես իր սրբարան, ամեն ինչ չհասկանաս, ամեն ինչ քո համար կարճ չլինի։ Դու չտեսնես ինչ էր, ոնց էր, ամեն ինչ ոնց պիտի արվի, մտնում ես իր սրբարան, շփվում ես իր հետ, ամեն ինչ փոխվում է։ Ու այսօր հիմնական խոսքը հենց սրա մասին է, որ ինչ որ մի հատ համակարգ է մեր մեջ ձևավորվել։ Ինքը շատ նման է Հիսուսին, բայց Հիսուս չի։ Մենք սիրում ենք տոնածառ, մենք զարդարում ենք տոնածառը, բայց տոնածառը իրական ծառ չի։ Ինքը զարդարված սիրուն ինչ որ մի բան է։ Համակարգը սենց մի բան է։ Ինքը սերմը չի, ինքը սերմ չի։ Սուրգիկն ասում է, ես կանաչ ձիթենի եմ ասում, իմ Աստծո տան մեջ տնկված։ Աստծուն այսօր տոնածառներ պետք չեն։ Մենք այսօր շատ անգամ եկեղեցի գալով, երբ որ գալիս է մի հատ պահ, մեր կարիքը Հիսուսի նկատմամբ սկսում է կտրվել, մենք էլ իր ձայնը չենք լսում։ Աղմուկը շատանում է մեր շնչի մեջ, մենք սկսում ենք համակարգ կառուցել մեր շուրջը։ Մենք սկսում ենք մեր ներսում մի հատ համակարգ կառուցել, տոնածառի նման, մի հատ սիրուն, զարդարված ինչ-որ մի բան, բայց ինքը սերմը չի, որ Հիսուսի նման ընկնում է հողի մեջ ու ծառ է դառնում, պտուղ է տալիս ու իր մեջ կյանք կա, ու դու տեսնում ես մրգերը, պտուղները եւ այլն, դու տեսնում ես սա։ Ոչ մեկ այսօր այդ սերմը չի սիրում, ոչ մեկ չի ուզում սերմը, բոլորը սիրում են սիրուն տոնածառ։ Տոնածառը լինի սիրուն սարքված, մեր ներսում, շատերիս ներսում սա է։ Ինչա պետք, իսկ պետք է հետ գալ դեպի Տերը։ Ես ուզում եմ մի քանի բաներ ասել այս համակարգի մասին, որ մեր ներսում այսօր կարա ձևավորված լինի, որից մենք պիտի ազատագրվենք։ Հավատացեք, չկա քրիստոնյա, որի մեջ շատ կամ քիչ սա չլինի։ Առաջին բանը գիտեք որն է այս համակարգի մասին։ Ինքը չի սիրում տանջվել։ Երբ որ տեսան Հիսուսին, վազեցին Հիսուսի մոտ ու ասեցին մեզ ժամանակի շուտ եկել ես տանջես, մի տանջի մեզ։
Գիտեք, համակարգը չի սիրում տանջվել, համակարգը մի բանը, որ չի սիրում գնա Աստծո մոտ, չի սիրում ծոմապահություն, չի սիրում հոգևոր բաներ, ինքը չի սիրում սենց բաներ։ Ու շատ-շատերը նույնիսկ քարոզում են, որ ես լսել եմ Մարտասամանի մի հատ քարոզիչ, որ քարոզում էր ծոմ պեչի, ծոմ մի պահեք, ես ինչ որտեղ հասկանում եմ ինքը ինչ նկատի ունի, բայց գիտեք, հոգևոր զորությանդ համար, ինչ որ մի տեղ, որ դու կարողանաս ճեղքես առաջ գնաս, սրա կարիքը կա։ Մենք չենք սիրում, համակարգը չի սիրում իր միտքը ազատ պահի։ Համակարգը սիրում է ինչ որ մեկի բեռի տակ լինի, ինքը բեռի տակ լինի, իրան ասել ինքը անի։ Համակարգը չի սիրում մտածի, ստեղծագործի, համակարգը չի սիրում մոտենա Աստծուն, Աստծուց ստանա ջանք անի ինչ որ մի հատ գին վճարի մի բանի համար, որ մոտենա Քրիստոսին, ինքը Քրիստոսից մի բան առնի։ Ասին Մովսես, դու հենց սար, դու լուրը կբերես Աստծու խոսքը, ոչ մեկ չէր ուզում սար բարձրանար, ոչ մեկ չէր ուզում Աստծուն մոտենար, ոչ մեկ չէր ուզում առավոտ շուտ հլնեին, գիտեք ինչի համար էր Աստված մանանան առավոտ շուտ դրել, ու դա կերակուր էր, որովհետև ոչ մի հրեա առավոտ շուտ 6-ին քնից չէր արթնանա։ Միակ բանը, որ մարդուն ստիպում էր քնից արթնանալ, այս սիրուն օբյեկտն է, որ սրա համար մարդը պատրաստ է քնից արթնանալու, առավոտ շուտ գնալու գործի, ամեն ինչ անելու, Աստված դրա համար կերակուրը դրել էր, որտեղ դա կարիք էր, ու Աստված ասում էր, երբ եք դուք սենց հոգևոր կարիք ունենալու։ Գիտեք, շատ անգամ այդ կարիքը կորցնելով, մենք այդ ազատությունն ենք կորցնում։ Մենք չենք ուզում ստեղծագործենք, երբ որ Հակոբ իր երկու տղաների համար մարգարեանում էր, մեկին ասես դու ավանակ կքշես, մյուսին ասես դու ավանակ կլինես։ Գիտեք, հետաքրքիր համեմատություն է, հիմա Ժորը դու քո կյանքի ընթացքում դառնալու ես ավանակ, թե դառնալու ես ավանակ վարող, ավանակ քշող։ Մի տղեն, որ բուդան էր, որ ստեղծագործ էր, որ սիրում էր Աստծուն մոտենալ, որ ասում էր Աստծու հետ կլինեմ, որ իսկ Քրիստոս տնվեց, ասում դու քո ավանակը կկապես խաղողի այգի մեջ։ Իսկ մյուս տղային Մերթալիմին ասես դու տեսար երկիրը լավ է, չուզիր չարչարվեիր, մեջը տվեցիր ավանակի նման բեռ կրելու։ Գիտեք, մենք շատերը սիրում ենք կոնտրոլի տակ լինենք, համակարգը կա, հովիվը կգա մի երկու խոսք ասի, կամ չգիտեմ, ու մենք ասում ենք դե լավ, ես հոգևոր ուղղությամբ չեմ մտածի, հոգևոր ուղղությամբ ոչ մի բան չեմ անի, ամեն ինչ մի կողմ եմ դնում, ես ամեն բան մի կողմ կդնեմ, ես իմ կյանքը կապրեմ, կասել մի երկու հոգևոր բաներ կանեմ, կիրակի օրն էլ մեկ կգամ, դու չես զգում, որ քո վրա բեռ դնեցի։ Ու դու որ կանչված ես ավանակ քշելու, ճեղքելու, առաջ գնալու, ստեղծագործ մարդ լինելու, դու վերածվել ես ընդհանրապես մի հատ ավանակի, որին վարում են, որին քշում են, որին գործածում են, բայց Աստված չի ուզում սենց լինի ամեն, Աստված ուզում է, որ Ժորան դուրս գա այս վիճակից։ Աստված ուզում է Ժորան մոտենա Հիսուսին ազատության համար։ Ինչն է ինձ ազատում սրանից, այդ բեռ կոնտրոլից, այդ մարդկային այդ կոնտրոլից ահավոր, ինչն է ազատում ինձ, Հիսուսին ազատության համար մոտենալը։ Ոչ թե ուղղակի մոտենալը, որ վայելեն, գիտեք 99% մենք հավատացյալներս Քրիստոսին կամ Սուրբ Հոգուն մոտենում ենք, որպեսզի վայելենք իր քաղցրությունը, կամ եթե խնդիր ունենք, որ պիտի աղոթենք, կարիք կա նյութական, մենք դրա համար ենք մոտենում։ Մենք չենք մոտենում մի բանի համար, Տեր քո Սուրբ Գրքի մեջ գրված է ազատության մասին, ես ուզում եմ ճանաչել այդ ազատությունը, ազատություն մեղքից, ազատություն մարդուց։ Գիտեք, Պողոս առաքյալը իր մեծ լինելու մասին, երբ որ գրում է, որ ինքը որոշ առումով մեծ է, կարևոր է, հեղինակություն է, 3 կարևոր բառ է ասում։ Առաջինը, չէ որ ես առաքյալ եմ, երկրորդը, չէ որ ես ազատ եմ, երրորդը, չէ որ Քրիստոսին հանդիպել եմ։ Եթե ստից առաքյալից սկսենք երկրորդը ազատն է, այս կողմից սկսենք Քրիստոսին հանդիպել, չգիտեմ որն է ավելի կարևոր, երկու դեպքում էլ կենտրոնում ազատ լինելու։ Պողոսն ասում է, չէ որ ես ազատ եմ։ Ես ազատ եմ, ես մարդկային բեռի տակ չեմ, ես ավանակ չեմ։ Ես ավանակ քշող եմ, ես ստեղծագործող եմ իմ Աստծո հետ։ Ինչքան կարևոր է ճանաչել այդ ազատությունը։ Գիտեք, ամեն անգամ կլինի մարդ, որ կուզի քեզ կոնտրոլ անի։ Սկսած մանկապարտեզից սկսում է կոնտրոլը մինչև վերջի րոպեն, վայրկյանը քեզի կոնտրոլ են անում։ Մեռնողն ասում է, հիմա մեռնողի ես եմ, եթե չնայ ասում։
Եթե տեսել եք այդ հումորը, որտեղ ինը մեռնելու րոպեին էլ իրան կոնտրոլ անում, հիմա ես եմ մեռնողը, թող մի երկու բառ ես ասեմ, բայց այդ կոնտրոլը միշտ լինելու է, Քրիստոսով Աստծուն մոտենալ, ազատությունը ճանաչել, սա օգնելի է մեզի, որ մենք լինենք այդ ինչ Աստված ուզում է, ամեն։ Երկրորդը, ասեցին մենք շատ որ ենք, մեր անունը լեգեոն է, համակարգը սիրում է իրան ցույց տա, քանակը, մենք շատ ենք, մենք գիտեք, մենք շատ ենք, դուք ով եք, որ մենք շատ ենք, ու մեր անունը լեգեոն է, այսինքն ենք էին մտածել իրանց համար։ Քիչ էին մտածել սովորական հրեական անուն, կամ մի հատ պարզ անուն, հռոմեական մի հատ անուն էին մտածել լեգեոն, որ էսի մի հատ մեծ անուն է, որ գիտեք մենք գլադիատորներ ենք, մենք չիրեմ ովքեր ենք, սենց ասած։ Իրանց համար մեծ անուն էին մտածել։ Գիտեք ինչի համար, որտեղ սիրում էին փայլը, ոչ թե լույսը։ Համակարգը սիրում է փայլ, ոչ թե լույս։ Գիտեք որն է փայլի մեկ է լույսի տարբերությունը։ Փայլը կենտրոնացնում է իր վրա։ Երբ որ դու տեսնում ես փայլուն մի բան ուզում ես տեսնես, լույսը չի կենտրոնացնում իր վրա։ Ոչ մեկը լույսին չեք նայի, որտեղ ձեր աշխարհը գցավա։ Լույսը կենտրոնացնում է ամեն ինչի վրա քեզ, բայց բացի ինքն իրանից։ Հիսուսը լույս է, Հիսուսն եկավ մեզ կենտրոնացրեց կյանքի վրա, սիրո վրա, բայց ինքն իրան կենտրոնում չդրեց, որ գիտեք ես եմ, եկեք հենց տեսեք իմ, ասենք ինքը դες բան չարեց։ Այսօր ամբողջ աշխարհը լցված է փայլով ու համակարգը սիրում է փայլը։ Համակարգը մենք սաղը սիրում ենք, ո՞վ էս մարդը գիտես ինչ ուժեղ մարդ է, ինչ հրաշալի մարդ է, այս սրան կարելի է հետևել, այս մեկին կարելի է հետևել, այս մեկը գիտես փայլ է, մենք փայլ ենք սիրում։ Հիսուսն ասաց փայլին մի հետևել, լույսին հետևել։ Լույսը ձեզ ամեն ինչ ցույց կտա։ Լույսը կլուսավորի ձեր ճանապարհը, դուք կտեսնեք ճանապարհ, դուք կտեսնեք կյանք, դուք կտեսնեք օրհնություն։ Աստծուն մոտեցեք լույսը տեսնելու համար։ Աստծուն մոտեցեք լույս դառնալու համար, ոչ թե ուղղակի փայլ դառնալու համար։ Սողոմոնը վահաններ ուներ սարքած, որոնք ոսկուց էին, հա փայլում էին, բայց ոսկի էր։ Իրա տղեն այդ ոսկին տվեց թշնամուն, պղնձից կամ բրոնզից չեմ հիշում, պղնձից վահաններ սարքեց, փայլը պահեց, բայց արժեքը կորավ։ Ցավոք սրտի համակարգը պահում է փայլը արտաքինից, բայց կորցնում է լույսը, արժեքը։ Ու այսօր Աստված ուզում է մենք մոտենանք իրան հենց դրա համար, ամեն։ Ինչ անում համակարգը, համակարգը կերակրում է խոզություն։ Արածեցնում է համակարգը հրաշալի ցեղ է խոզության համար։ Համակարգը կերակրում է մեր ներսի բնավորության այն գծերը, որոնք խոզությունը, հպարտությունը, եսակենտրոնությունը, մեծամտությունը, բաներ, որոնք մեր ներսում կան, ինքը կերակրում է, Սուրբ ասում լիքը խոզեր էին ընդեղ արածում։ Համակարգը կենտրոնացած է խոզություն կերակրելու համար։ Այն ինչ համակարգից դուրս է, կենտրոնացած է գառը պահելու համար, բնավորության ճիշտ գծեր պահելու համար, ամեն խոնարհության մեջ տանելու համար, սիրո մեջ տանելու համար։ Նույնիսկ հայտնության վերջում գրված է եկեղեցին իշխում էր վերևից իր Փեսայի համար։ Ինձ միշտ զարմացրել է այդ խոսքը։ Երբ որ Փեսան ցածում է, հասը վերևում է։ Ու ասում է ցածի չի, երբես իշխնելու, գիտեք մենք եկեղեցի լինելով, նույնիսկ հայտնության մեջ սիրելի ենք Փեսայից վերևել ենք։ Ու մենակ հայտնության վերջում հոգու ձայնն ասել է հաս, ամոթ աբուր ունեցի, ինչի Փեսան ցածում է, Փեսան հիմա ոտալել ունդեղ, ու իր աչքա բացում, ինքը ընդեղ ինչ-որ մի հատ բոնջի կամ ասենք անկուտի է պահում, կերակրում սենց, ինքը դրա վրա է հիմա։ Ինչի համար ես վերևնելու, ինչի համար ես այդքան քեզ բարձր պահում։ Գիտեք, ժամանակներ կա, որ մենք պիտի սովորենք էսի, ինչն է քանդում համակարգը, գիտեք, Սամսոնի ներսում մի հատ ուժեղ համակարգ էր կառուցվել։ Սամսոնին չոչնչացրեց մազերի կտրելը, Սամսոնին ոչնչացրեց ներսի համակարգը։ Սամսոնի մեջ մի հատ համակարգ կար, ես ուժեղ եմ, ժողովրդի կարիքը չունեմ։ Ինքը կորցրել էր իր կարիքը։ Ես ուժեղ եմ, գիտեք, ես լինեի Սամսոնի տեղ, մի քիչ խելք ունենայի գլուխս ու Սամսոնի տեղը, ես լինեի ուժ ունենայի, ես մերթ դիգայի ժողովրդի մոտ, կասեի 2 ամիս կրիվ չի լինելու ժողովուրդ, կամ 2 ամիս պահեք ինձ, մի ամիս մազերս կտրեք, մազերս կտրեք առանց մազերի ձեր մեջ թույլ նստեն, որպեսզի զգամ, որ ես ձեր օգնության կարիքն ունեմ, որ առանց ձեզ ես ոչ մի բան չեմ կարող։
Ես զգամ ինչա թույլ լինելը։ Գիտեք, երբ որ Աստված թույլ է տալիս փոթորիկ կամ մի բան, որ մենք կոտրվում ենք, այդ ժամանակը կարիք է նորից արթնանալու մեջ։ Ու մենք սկսում ենք հասկանալ, որ չէ, մենք անես չի որ ուժեղ ենք։ Գիտեք, այսօր ամենամեծ բաներից մեկն է, որ մենք հողիներս մտածում ենք, մենք ուժեղ առաջնորդներ ենք հոտի համար։ Ու չենք հասկանում, որ մենք շատ թույլ տկար մարդիկ ենք, որոնք առանց հոտի ոչ մի բան չեն կարող։ Առանց Աստծո ու առանց ժողովրդի, որ ինչ որ ենք միասին ենք։ Դուք պատկերացրեք Սամսոնը դուրս գար նոր մազերով ու զգացած ուներ ինչա ձեռքի թուլությունը, ինքը զգացած ուներ թուլություն, ինքը երբեք թույլ չէր տա, որևէ Դալիլա իր մազերը կտրեր, ինքը սարսափ կապրեր դրանից։ Դուք պատկերացրեք Սամսոնը մտածել, որ հիմա ժողովրդի մեջ չի թշնամու մեջ, ապա ուժը իրանից գնացել է։ Սա սարսափ է, չէր մտի թշնամու մեջ, կամ մտնել մեր կռվի համար, հաղթելու համար։ Բայց քանի որ էսի չկար, Սամսոնը անում էր էսի։ Համակարգը չի սիրում, որ Հիսուսը մոտենում է։ Ինքը սիրում է, որ Հիսուսը միշտ հեռվում լինի։ Ասում են, որ տեսավ Հիսուսին հեռվից, այդ դիվահարը բացում էր։ Դևերը, բայց համաձայն չէին, մեզ մի տար ընդդեմ, մի տար Հիսուսին, որ ինքը չի սիրում, ինքը ուզում է Հիսուսը միշտ հեռվում լինի։ Գիտեք, այսօր համակարգը ամեն ինչ կանի, որ Հիսուսը հեռվում լինի։ Ամենավատ բաներից մեկը իմ հասկացողությամբ կարամ սխալվեմ, չափից շատ կոնֆերանսներ կազմակերպելն է։ Երբ որ մենք հասկանում ենք, որ մենք կարիք չունենք Աստծուն մոտենալու, ոչ թե կարիք չունենք, հավես չունենք։ Գիտեք, համակարգն ասում է, ինչ պարտադիր է, դու այսօր մենակ նստես, քլնդերն ասում են հայտարարեք, որ մեծ կոնֆերանս է լինելու ուժեղ Աստղ գալու, ու դուք կտեսնեք, որ եկեղեցու շենքը որ ունեք, լեփլեցուն է, լիքը մարդիկ են հավաքվել։ Մի օր հայտարարեք, որ ոչ մի աստղ չի գալու, ոչ մի կոնֆերանս չկա, հավաքվում եք աղոթելու, լինելու եք դու եւ Հիսուսը։ Ասեն դու կտեսնես, որ այդտեղ մենակ դու ես ու Հիսուսը։ Ոչ մեկ չկա։ Ոչ մեկ չի եկել, մարդիկ չեն սիրում գալ Աստծուն մոտ, մարդիկ չեն սիրում գալ մոտենալ։ Իրանք կոնֆերանսներով շատ անգամ փակում են քեզի։ Կանչում են, գիտեք, կոնֆերանսը հրաշալի բան է, սխալ մի հասկացեք, երբ որ կոնֆերանսները չափից շատ են լինում, լցնում են մեր պակաս են տեղը, որ դու կարիք ունես Աստծուն, որ դու պիտի թողես ամեն բան, Հիսուսի նման, գնաս, առանձնանաս, Տիրոջը լսես, Տիրոջից լսես, իրան վայելես, զգաս, որ իր երեխեն ես, իր գրկի մեջ մի հատ նստես, ամեն, նստես մի հատ իր գրկի մեջ, մի հատ վայելես իրան, ու ասես պապ, առանց քեզ ոչ մի բան չեմ կարող։ Ու այդպեսի է, որ այդ համակարգը քանդում է ու մեր մեջ բերում է ամեն ինչ։ Համակարգը սիրում է գերեզման։ Ասում ինքը վազում էր այնտեղ, որտեղ գերեզմաններն էր, ինքը չի սիրում կյանք, ինքը չի սիրում կենդանություն, հոգևոր այդ կենդանություն ինքը չի սիրում, բայց Աստված ուզում է, որ մենք գնանք սրա ու ունենանք սա։ Ես չեմ ուզում շատ երկարացնել, վերջի բանը որ կասեմ, համակարգը խանգարում է նոր սերունդի աճել։ Երբ որ մենք ընդունում ենք համակարգը մեր ներսում, մենք 90 տարեկան էլ կդառնանք, բայց նոր սերունդ աճած չենք ունենա։ Այս անձնավորությունը, որ կար լեգիոն ուներ ու չէր աճում։ Երբ որ Հիսուսը իրան ազատագրեց, մենակ իր հետ է խոսում այդտեղ Հիսուսը։ Այդքան մարդիկ են գալի, խոսում են իր հետ։ Ասում են գնա մեր մոտից։ Հիսուսը չի խոսում իրանց հետ, գնում է, ինքը ոչ մեկին, գիտեք, ոչ մեկ արժանի չէր լսելու բառեր Հիսուսից։ Ես ոչ թե պիտի արժանանամ իմ ջանքով, Քրիստոսի արյունով մենք արժանացել ենք, բայց մենք պիտի ուզենանք այդ կարիքը գոնե զգանք, որ Տերը խոսում ես։ Երբ որ դու կարիքը զգում ես, դու ավելի ուշադիր ես լինում իրան լսել։ Ու դու լսում ես, ու Տերը պատրաստում է քեզ, դու 10 քաղաքի փրկության պատճառ դարձավ ես մարդը։ Ես ուզում եմ մենք այս աղմուկից, որ կա մեր շրջապատում, մեր կյանքում ես դուրս եկած այս աղմուկից դուրս գանք։ 2001 թվականին Արտուր Սիմոնյանից մի հատ քարոզ լսեցի, որ Հիսուսը հրապարակներում նրա ձայնը, Եսայի մարգարեն ասում հրապարակներում նրա ձայնը չէր լսվում։ Ու ինքը Արտուր Սիմոնյանն ասում էր, որ քաղաքական դաշտում չկար Հիսուսը։ Հրապարակներում խոսում էին քաղաքականություն։ Ես չեմ ասում քաղաքականությունը սխալ բան է։ Մարդը կանչված է սրա մեջ հրաշալի է, բայց ես մի բան եմ ուզում, որ մենք նկատենք։ Հիսուսի ձայնը հրապարակներում չէր լսվում։
Հիսուսի ձայնը ձիթենյաց լեռան վրա էր։ Ձիթենյաց լեռը Հիսուսը երբեք չէր դու քաղաքականություն, ես ուզում եմ իր նման լինեմ։ Ես չեմ ուզում, գիտեք, քաղաքականությունը, եթե զգում ես Տերը քեզ կանչում է ինչ-որ մի հատ այստեղ, սխալ չի գնաս, բայց ինչքան ես ձիթենյաց սարը գնում։ Ձիթենյաց սարը այսօր անապատ է։ Չկա ձիթենի։ Հիսուսը միակ ձիթենին է, որ ընդեղը ժորա երբ ես գնալու ընդեղ ձիթենի դառնաս։ Երբ ես գնալու պատկերացրեք, այսօր Մասիսում շատանան ձիթենյաց լեռ բարձրացնողները, բարձրացողները ու Աստված ունենա 100 ձիթենի։ Ձեթը բխի Մասիս քաղաքի մեջ։ Նրանք, ովքեր են ձեթի համն ու հոտը տեսան, նրանք չեն սիրել կեղծ պիղծ համակարգը, որ շարունակում է մեր մեջ ապրել ու Աստված ուզում է մեզ դրանից ազատի։ Տեր օրհնի ժողովուրդ ջան, ուզեմ կանգնենք աղոթքի։